Փառքնժդեհին եւ ազատություն, ազնվաբարո, ապստամբ հայրենատեր Սասնա ծռերին։ Տեսնում եք, Թուրքիան ինչպես հաստատեց, որ ինքը արևելք է։ Երբ որ մենք խոսում ենք արևմուտքից, դե ռուսահապատակները, ասենք անպայմանական քոչարյանականները, հենց Քոչարյանը ամենաառաջինը, հենց ասում ենք արևմուտք ինքը հասկանում էր Թուրքիա։ Դե այնպես չի, որ Տաշիրի ժողովուրդը դες չեն հասկանում, Նարեկ Կարապետյանի հանրահայտ խոսքն էլ, ասում են նայում ես արևմուտքին չես տեսնում, Թուրքիա ես տեսնում։ Մենք երբեք ավելի շուտ Թուրքիային արևմուտք չենք համարել, որքան էլ ինքը ՆԱՏՕ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի ջանա մի նոր ռազմական կառույցի անդամ դառնալ։ Խոսքը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի եւ Թուրքիայի եռակողմ դաշինքի, ասենք ընդհանուր պաշտպանական, այսինքն եթե ինչ-որ մեկը հարձակվի այս 3 պետություններից մեկի վրա, կդիտարկվի, որ հարձակումը տեղի է ունեցել այս 3-ի վրա։ Հարց է առաջանում. ՆԱՏՕ-ի անդամ երկրին, արևմուտք համարվող այդ երկրին, էլ եմ ասում Թուրքիան արևմուտք չէ։ Ինքը այսօր երեք ապացուցեց, որ իսկապես ինքը արևելք է։ Ամերիկայի հետ դաշնակցային հարաբերություն ունեցող պետությանը, ասենք աշխարհի թիվ 1 պետության հետ դաշնակից ես ՆԱՏՕ-ի անդամ ես։ Քեզ պետք է, ասենք, գնաս երրորդական պետությունների, լավ, ասենք Պակիստանը միջուկային տերություն է, բայց հավատացեք, ես միջուկային տերություններին այդպես չեմ չափում, որովհետև ով միջուկային զենք օգտագործեց, այդ պետությունը պետք է կործանվի։ Ղալատ կանի, Ռուսաստան կլինի, Ամերիկա կլինի, չգիտեմ, Հյուսիսային Կորեա կլինի, 9-ն են այս պահին։ Այդպես հայտարարված է, որ 9 պետություն կա։ Իսլամական մեկ պետություն կա, որ ատոմային ռումբ ունի, դա Պակիստանն է։ Հիմա, բայց ինչ է Թուրքիան այդ Ամերիկայի հետ այդ կապերը, ասենք այդպես բարձր չգնահատեց, որ ստիպված գնաց մի հատ էլ Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի հետ ռազմավարական դաշինք կնքեց։ Ձեր մոտ հարցեր չեն առաջանում։ Այս ոնց արևմուտքի Թուրքիան եկավ ու արևելք գնաց այն կարգի, որ Պակիստանի հետ է ռազմավարական համագործակցություն կնքում։ Սա խոսում է նրա մասին, որ Իսրայելի սպառնալիքները Թուրքիան արդեն հասկացել է, որ դա լուրջ է, ոչ թե ուղղակի ասվում են, այլ դա տեղի պետք է ունենա։ Թուրքիան Իսրայելից վախենալու բան չունի, եթե իրենք առանձին իրար հետ պատերազմեն, չեմ կարծում խնդիր կունենա, բայց ինքը հասկանում է, եթե Իսրայելը հարձակվի Թուրքիայի վրա, դա կնշանակի, որ Ամերիկան համաձայն է։ Թուրքիան դա շատ լավ հասկանում է, որ պահին Իսրայելը հարձակվեց Թուրքիայի վրա, ուրեմն Ամերիկան է հարձակվել Թուրքիայի վրա, եւ ինքը չի կարող դիմադրել։ Դրա համար այս գլխեն ինքն արդեն կապեր է ձևավորում։ Մեր պետությունը այս նոր ձևավորվող, այս տարածաշրջանի նոր ձևավորվող, այս պաշտպանական, այս երրյակ կլինի, քառյակ կլինի, չգիտեմ ես ինչ կլինի, այս երևույթների համար, ասենք, շատ անտարբեր է, ասես ոչ մի բան տեղի չունենում։ Գիտեք ինչու, որովհետև, ասենք, միշտ Կրեմլն է որոշել, թե մենք որտեղ պետք է լինենք, ում հետ պետք է բարեկամություն անենք, ում հետ պետք է թշնամի լինենք, անգամ եթե ինչ-որ մեկը մեզ ցեղասպանել է, բայց Կրեմլին պետք է, որ մենք իրենց հետ բարեկամություն անենք, բարեկամություն ենք արել։ Մեր արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ որոշել է Կրեմլը։ Հիմա ցավոք սրտի արդեն Բաքուն է որոշում։ Ու չի բացառվում, որ Ադրբեջանն էլ միանա այդ երրյակին, այդ Պակիստան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, ինքն էլ միանա, դառնա քառյակ։ Հետո կարող է շուտ մեկն էլ միանա։ Եվ չի բացառվում, եթե Նիկոլը մնաց իշխանության, Հայաստանն էլ միանա դրան։ Օրինակ։ Դժիշտ բռնեն, ասեն դու էլ արի միացի։ Տանին մատաղացու գար էլի։ Չէ, ոնց արես, մեզ պայեց հապկում, հապկ, որը իսկապես ոչ մի բան է էլի, ոչ մեզ օգտակար եղավ, ոչ էլ ռուսին։ Մենք տեսանք, որ հապկը ինքը փուչիկ կառույց է, ուղղակի բանը Նիկոլեմ ասում, Պուտինը թղթի վրա գրել էր, գծել էր հապկ։
Ինքը իրան բաներ զգում։ Բայց ոնց հայերին դավաճանեցին, այնպես էլ այսօր ռուսներ վիճակին։ Արդեն ծաղրում է, նույն հապկանտամ երկրները ծաղրում են Պուտինին։ Հիմա մենք փոխանակ հակաթուրքական կոալիցիաներին, ասենք գնանք հետները համագործակցենք, որ այս մնացածը գոնե ձեռնեցս չառնեն։ Հələ չեմ ասում, որ պետք է մենք գնանք Վիլսոնի իրավարարությունների հետևից։ Ամոթ կլինի, գիտեք, որ ասենք ուրիշը մեր այդ թղթերով զբաղվի։ Եվ ասեմ Իսրայելի ցեղասպանություն ճանաչելը հայոց։ Դա պատահական բան չի։ Դա իրոք պատահական, դա Թուրքիային հարվածելու կարևոր գործոն է։ Անկամ այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը Գազայի անկախություն ճանաչեց։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը դանակը մտցրեց, ասենք Իսրայելի աչքը հանեց սենց։ Բայց Իսրայելը դանակը չհանեց ու մտցրեց Նիկոլի հետույքը։ Դանակը հանեց, աշկը սրբեց, հələ տեսավ Նիկոլի մատը փուշ է մտել ինչ-որ միտեղ, այդ փուշը մատից հանում է։ Այսինքն հակառակ բանն է անում։ Ինչի՞։ Որտեւ իրեն տենց է պետք։ Այսինքն եթե Թուրքիան Պակիստանի հետ ինչ որ դաշինք է կազմել, ուրեմն ինքը Ամերիկայից սպառնալիք վտանգ է զգում։ Ուրեմն ինքը արևմուտք չէ։ Ինքն արևելք է, ինչպես է Ռուսաստանը։ Այս ուղղակի ասեցի, որ այդ կան չէ կրեմլահպատակներ կան, որ Թուրքիային Ամերիկայի հետ են ասոցացնում, որ հասկանան։ Եթե Ամերիկան Թուրքիայի համար երաշխիք լիներ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, Պակիստան եւ Սաուդյան Արաբիա չէր գնա։ Ուրեմն ինքը հենց այդ ՆԱՏՕ-ից է սպառնալիք զգում, վտանգ զգում։ Այսինքն Իսրայելից է զգում, եւ դա իրական է։ Ոչ թե այդպես ասում են, վախեցնում են, իրական է, եթե իրական չլեն, ինքը չէր գնա այնտեղ։ Ոստեղ հարց է առաջանում։ Բայց Պակիստանն ու Սաուդյան Արաբիան եկուցել որ Ամերիկայի հետ խնդիր են ունենալու, թե իսկապես Իսրայելը հարձակվեց Թուրքիայի վրա, բայց իրանց ինչին էր պետք։ Այդ Թուրքիային վերցնել այդ խմբի մեջ։ Դրանց տերն էլ Չինաստանն է։ Եթե Չինաստանը դրանց չհովանավորի, դրանք Թուրքիային այդ խմբի մեջ չեն առնի, որովհետև բացահայտ ասվել է, որ Թուրքիայի վրա պետք է հարձակվենք։ Իսկ եթե Պակիստանը ստորագրում է մի թուղթ, որտեղ գրած է, որ եթե հարձակվեն Թուրքիայի վրա, դա նշանակում է, որ հարձակվել են Պակիստանի վրա, ու ոչ ավել ոչ պակաս հարձակվողը կարա լինի Իսրայելը, ասել է թե Ամերիկան։ Այսինքն Պակիստանը արդեն պատրաստվում է, որ Թուրքիայի վրայի հարվածը, Ամերիկայից եկող հարվածը Թուրքիան ինքը վերցնի նաև իր վրա։ Այդ թղթի տակ ստորագրելը դա է նշանակում։ Պակիստանը կարող է այդ հարվածը վերցնել իր վրա։ Ուրեմն Չինաստանը ստեղ արդեն իր գործոնը։ Մենք ինչքան հանգիստ է խաղում։ Չինաստանը շատ հանգիստ է խաղում։ Որքան արևմուտքը Ռուսաստանի տառապանքները ձգեց, երկարացրեց, սարքեց 5 տարի, որ լրի, մարի, մաշվի, հյուծվի, հալածվի, այդ Չինաստանն էլ խելոք տակից օգնեց, որ այդ պրոցեսը երկարի, որ եթե հանգարց ոչ բան չէին ակնկալիք ունի դեղից։ Հույսը ինքը իր վրա է դրել արդեն Չինաստանը, բայց ինքն էլ խնդիրներ ունի, այններ շատ։ Չինաստանի խնդիրները չեմ ուզում խոսել, բայց ռուսահպատակներին ասեմ, որ ձեր սիրելի Թուրքիան, իսկապես ձեր սիրելի Թուրքիան է, ինքը արևմուտք չէ։ Մնաք խաղաղությամբ։